Ադրբեջանը կրակահերթով տրամադրություններ է ստուգում ինչ-որ փուլում սադրանքի գնալու համար։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղարի դիտարկումն է։ Վերջին 7, արդեն 8 օրերի ընթացքում եւ առաջնագծի տարբեր ուղղություններով Սոտքից մինչև Խոզնավար խնացախ հատված ադրբեջանական կողմը համակարգված ձևով կրակահերթեր է արձակում միջազգային հանրությունը հավաքական առումով գոնե տեսանելի մասով որևէ ձևով չի արձագանքում, ինչը հնարավորություն է ստեղծում ադրբեջանցիների համար որոշակի շոշափելու ընդհանուր տրամադրությունները։ Այս ընթացքում Բաքվից չափազանց վտանգավոր արձագանք է հնչել, սպառնում են, եթե որոշ ժամանակ հետո Երևանն իրենց նախապայմանները չկատարի, կարող են առ ոչինչ համարել բանակցային 17 կետանոց փաթեթը, շարունակում է Աբրահամյանը, իսկ Ադրբեջանը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Հայաստանի իշխանությունների այդպես էլ չավարտվող զիջումների քաղաքականությունը բերում էր նրան, որ յուրաքանչյուր փուլում Ադրբեջանի յուրաքանչյուր զիջում իրացնելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերում նոր խոցելիություն եւ այս խոցելիության պայմաններում բնականաբար նաեւ բանակցային դիրքավորման առումով Հայաստանը հայտնում է շատ ավելի վատ վիճակում։ Պահանջների ցանկում միայն Մինսկի խումբն ու սահմանադրությունը չեն, ավելի մեծ է Ալիևի ախորժակը։ Արթուր Խաչատրյանը դրանով է բացատրում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Խոսքը չի գնում միայն Արցախի վերաբերյալ, որովհետև ինչքան զիջում կար, այս իշխանությունները արել են։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կրկնում եմ նոր պահանջներ է ներկայացրել։ Օրինակ, Արցախյան պատերազմի մասնակիցների արտահանձնումը Ադրբեջանին։ Եթե այդ պահանջը սկզբից ուղղակի ցանկ էր եւ պահանջ էր, հիմա չեմ բացառում, որ որոշակի ժամկետ նույնիսկ դրված լինի։ Եթե Ադրբեջանի վրա լուրջ ճնշում չլինի, համաձայնագիրը չի ստորագրի։ Դուք կարծում եք, որ Փաշինյանը կարող է ճնշել Ալիևին։ Լավ, կարող է ճնշվել։ Եթե թող դիմի հիմա։ Նես գաղտնիքներ ունեմ, ես կպարտադրեմ խաղաղություն։ Դե թող գնա պարտադրի։ Հələ դեռ ինքը միայն խորհրդանի ներսում է ասլան կտրում։ Որ ադրբեջանական կողմի մոտեցումներն այս փուլում կառուցողական չեն, նաև իշխող ուժի падգամավորն է հայտարարում։ Միևնույն ժամանակ Արման Եղոյանն ընդգծում է, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել, իսկ դա ձեռքբերում է։ Որ Ադրբեջանը կարող է եւ ապակառուցողական արձագանքել, դա նորություն չի, դա գաղտնիք չի, բայց թե ինչպես աշխարհը կընկալի եւ ինչպես մարդիկ միջազգային դերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին, ինչպես իրենք կդիրքավորվեն, ահա դրանից է նաև կախված բանակցությունները եւ խաղաղության գործընթացը հաջողում են, թե չեն հաջողում։ Եթե այդ պրիզմայով նայենք, այս պահին մենք ճիշտ ճանապարհի վրա ենք այս պահին։ Բաքվի առաջ քաշած հարցերը հիմա էլ քննարկվում են, բայց ոչ որպես նախապայման, ասում է Եղոյանը։ Մինսկի խմբի մասին մենք էլ ենք նախկինում խոսել, մինչև իրենց խոսելը, այսինքն եթե մենք կնքում ենք խաղաղության պայմանագիր, որը լուծում է այն հարցերը, որոնք մեր միջև կային, եւ եթե արկա այլևս որևէ կոնֆլիկտ ըստ խաղաղության պայմանագրի մեր մեջ չի մնում, բնականաբար նաեւ Մինսկի խմբի հարցն էլ շատ օրակարգային է դառնում։ Մենք հարցերը չպետք է դիտարկենք Ադրբեջանի պահանջների կոնտեքստում, շարունակում է падգամավորը, հետո օրինակ բերում։ Պատկերացրեք, դիցուք վաղը ասի, ես պահանջում եմ, որ Հայաստանը բան անի։ Սևանա լճի մակարդակը բարձրացնի, որ Արաքս գետում ջրերը շատանան եւ իրենք ասեն, որ իրենք իրենց դաշտերը ջրեն։ Մենք ինչ պետքա գնանք, ասենք, չէ, մենք հիմա Սևանի ջրի մակարդակը իջացնում ենք ձերին ադու։ Իհարկե, դες բան չենք ասելու, չէ։ Այսինքն մենք հարցը պետքա դիտարկենք ինքն իր մեջ, մեզ ինչա պետք։ Ոչ թե այն կոնտեքստում, թե իրանց ինչա պետք եւ մենք ինչպես ենք վերաբերվում իրենց ասածին։ Իշխող ուժին բավարարում են խաղաղության պայմանագրի ու այս գործընթացի վերաբերյալ միջազգային հանրության հայտարարությունները, սակայն եթե Ադրբեջանի մոտեցումները պահպանվեն, հայկական կողմն ակնկալում է միջազգային խոշոր դերակատարների կողմից հավելյալ արձագանք։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։